Հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, օնլայն կազինոներում իրականացված խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիներին աճել են 35 անգամ։ Եթե 2017 թվականին այն կազմում էր 0.2 տրիլիոն դրամ, ապա 2025 թվականին այն հասել է 7.4 տրիլիոն դրամի։ Ինտերնետ կազինոները դարձել են չարիք ու աղետ մեր ժողովրդի համար։ 100 հազարավոր քաղաքացիներ վարակված լինելով այս մոլուցքով, անկախ գտնվելու վայրից 24-ժամյա հասանելիություն ունենալով օնլայն կազինոներին, չկարողանալով ազատվել այս կախվածությունից, ամեն օր վատնում են իրենց աշխատած գումարները։ Պարտված գումարները հետ բերելու նպատակով պարտքեր ու վարկեր են կուտակում, դրանք նույնպես պարտվելով, հայտնվում էլ ավելի ծանր վիճակում։ Մեծ պարտքեր կուտակած մեր քաղաքացիները, սպառելով վստահությունը բարեկամների եւ ընկերների շրջանում, չկարողանալով այլևս նոր պարտքեր ներգրավել, գտնվելով անելանելի եւ անօգնական վիճակում, հաճախ ճարատված դիմում են անընդունելի քայլերի, կատարելով գողություններ, խաբեություններ եւ այլ հանցագործություններ։ Բազմաթիվ ընտանիքներ ամուսնալուծվում են, 100 հազարավոր մարդիկ դժբախտանում են, ունենում ենք նաեւ ողբերգական ինքնասպանության դեպքեր։ Ես այս խնդրի մասին խոսել եմ դեռևս 2019 թվականին, երբ առաջարկում էի օրենքով փակել նաեւ օնլայն կազինոները, հիմնավորելով եւ որ այն բազմապատիկ ավելի վտանգավոր է սովորականից։ 2019 թվականին բոլոր կանխատեսումներն իրականացան։ Օնլայն հարթակները չփակելով ծավալները բազմապատիկ մեծացան։ 2025 թվականին իմ նախաձեռնությամբ մենք կրկնապատկեցինք, իսկ 2026 թվականից եռապատկեցինք օնլայն կազինոների հարկերն ու տուրքերը։ Արդյունքում իմ նախագծի շնորհիվ 2025 թվականին պետական բյուջեը մուտքագրվել ավելի քան 10 միլիարդ դրամ, 2026 թվականին 23 միլիարդ դրամ։ Ես ոչ միայն բարձրացրեցի հարկերը, այլ նաև ապացուցեցի, որ այս ոլորտը տարիներով աշխատել է գերշահույթով մեր քաղաքացիների հաշվին։ Բայց հարկումը միայն առաջին քայլն է։ Այսօր ես անում եմ հաջորդ, ավելի կարևոր քայլ՝ սահմանափակումների մասով։ Համառոտ ներկայացնեմ իմ հիմնական առաջարկները։ Ինքնաարգելափակման համակարգ։ Օրենքի նախագծով առաջարկում եմ պարտադիր պահանջ սահմանել բոլոր օնլայն կազինոների կայքերի եւ հավելվածների համար, որպեսզի նրանք տեսանելի վայրում ունենան ինքնաարգելափակման կոճակ։ Ինքնաարգելափակման կոճակին սեղմելուց հետո կարգելվի անձի մասնակցությունը օնլայն կազինոներին 5 տարի ժամկետով առանց վերաբացման հնարավորության։ Ընդ որում 5 տարվա ժամկետի ավարտից հետո արգելափակումը կրկին կերկարացվի նույն ժամկետով, եթե ժամկետի վերջին 5 օրը անձը դիմում չներկայացնի այն վերացնելու մասին։ Ինքնաարգելափակմամբ կկասեցվի անձի մասնակցությունը նաև մյուս օնլայն կազինոներում։ Սա պաշտպանական միջոց է, որի նպատակն է կանխել կախվածության խորացումը, նվազեցնել ընտանեկան եւ սոցիալական աղետները, պաշտպանել անձի եւ նրա ընտանիքի ֆինանսական կայունությունը։ Անդրադառնամ օրենքի նախագծի փաթեթի հաջորդ առաջարկներին։ Առաջարկ երկրորդ։ Առաջարկում եմ օրենքով արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց համար, ովքեր որևէ տեսակի նպաստ են ստանում։ Պետական աջակցություն ստացող քաղաքացիները չպետք է այդ գումարը տանեն կազինո։ Սա հակասում է սոցիալական քաղաքականության ողջ տրամաբանությանը։ Առաջարկ երրորդ։ Առաջարկում եմ արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց համար, ում եկամտի միակ աղբյուրը կենսաթոշակն է։ Եթե մարդու միակ եկամուտը կենսաթոշակն է, այն պետք է ծառայի կյանքի եւ ոչ թե խաղի համար։ 4. Առաջարկում եմ արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց համար, ովքեր գտնվում են սնանկության վարույթում։ Ֆինանսական ծանր վիճակում գտնվող անձին խաղի մեջ թողնելը նշանակում է խորացնել նրա աղետը։ 5. Առաջարկում եմ արգելել խաղերի մասնակցությունը այն անձանց համար, ովքեր օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորման որևէ ծրագրից։ Պետության կողմից ստացվող աջակցությունը չպետք է դառնա խաղային համակարգի սնուցման աղբյուր։ 6. Առաջարկում եմ քաղաքացիների կողմից խաղերի մասնակցության թույլատրելի չափ սահմանել տարեկան եկամտի 20%-ը։ Հարգելի գործընկերներ, պետք է հստակ արձանագրել, որ մարդու ֆինանսական եւ սոցիալական կործանումը չի կարող լինել բիզնես։ Այս օրենքի ընդունմամբ շատերի համար խաղային միջավայրը կդառնա անհասանելի։ 100 հազարավոր քաղաքացիներ կփրկվեն այս չարիքի ճիրաններից։ Վաղուց ժամանակն է արմատախիլ անել ընտանիքներ քանդող օնլայն կազինո կոչվող չարիքի ողնաշարը, եւ ես կկոտրեմ այդ չարիքի ողնաշարը։ Կոչ եմ անում եւ խնդրում եմ կողմ քվեարկել օրենքի նախագծին։ Շնորհակալ եմ։ Եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։
Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Արմատ մեդիա AM կայքում։